Մինեապոլիսում ցուցարարներին ցրելու համար քիմիական նյութերի օգտագործումը Թբիլիսիում քաղաքական քննարկման թեմա է։ Եվ ընդդիմությունը եւ իշխող կուսակցությունը զուգահեռներ է անցկացնում BBC-ի ֆիլմի հետ, թեև տարբեր համատեքստերում։ Ռեժիմի հակառակորդները կարծում են, որ դեպքում հարցը ավելի քիչ են, եթե լինեն պատասխաններ կստանան, ինչը նրանք չեն սպասում Վրաստանում։ Նրանց կարծիքով միայն պետական անվտանգության ծառայության հետաքննությունը բավարար չէ, եւ միջադեպի հետաքննությունը պետք է իրականացվի միջազգային մակարդակով։ Մյուս կողմից վրացական երազանքը մատնանշում է հակառակորդների կրկնակի չափանիշները։ Մինեապոլիսում բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները քիմիական նյութեր են օգտագործել ցուցարարների դեմ։ Ցուցարարները բողոքում էին ներգաղթային գործակալի կողմից կնոջ սպանությունը։ Դրանից առաջ պղպեղի սպրեյ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Վերջերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի սահմանապահները կրակել եւ սպանել են տղամարդու եւ կնոջ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում երթևեկության կանգնեցման ժամանակ։ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մաքսային գործակալը կրակել եւ սպանել է մեքենայում գտնվող կնոջը։ Սպիտակ տունը լիովին աջակցում է ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցներին եւ միշտ կպահպանի օրենքն ու կարգը Միացյալ Նահանգներում, ասել է Սպիտակ տան նախագահի վարչակազմի մամուլի քարտուղարը։ Քերոյլայն Լևիթը միջադեպը անվանել է մահացու միջադեպ։ ԱՄՆ-ի փոխնախագահն արձագանքում է ներգաղթի եւ մաքսային ծառայության գործակալի կողմից մեքենայում կնոջ սպանությանը։ ԱՄՆ-ի փոխնախագահ J.D. Vance-ը կնոջ սպանությունը անվանել է իր սեփական արարքի ողբերգություն։ Ինչպես նշել է Vance-ը, ներգաղթի եւ մաքսային ծառայության գործակալի կողմից կրակելը ինքնապաշտպանության միջոց էր։ Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք տեսանյութը դիտելուց հետո դեռ հավատում է, որ կինը դիտավորյալ փորձել է ֆիզիկական բռնության գործադրել գործակալի նկատմամբ, վերջինս պատասխանել է, որ կինը խախտել է օրենքը։ Թբիլիսիում քաղաքական գնահատականների թեմա է ԱՄՆ-ի կողմից 66 միջազգային կազմակերպություններից դուրս գալը։ Վրացական երազանք կուսակցությունը հայտարարում է, որ եւս մեկ անգամ ապացուցվել է, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություններ է անում քաղաքական օրակարգի հիման վրա։ Իշխող թիմը բացատրում է, որ Եվրոպական խորհրդի ինստիտուտներից մեկը, որը պետք է լինի միայն իրավական եւ մասնագիտական եզրակացությունների հեղինակը, քաղաքական առաջադրանքներ կատարող է դարձել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով Իրակլի Բերաիան իր հավատարմագրերը հանձնել է Մարկ Ռուդեին։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը։ Ընդգծվել է Վրաստանի դերի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության մեջ։ Վրաստանի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ դաշինքի կողմից ամուր աջակցության համար։ 6 ամսից ավել արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացին համընդհանուր առողջապահական ծրագրից օգտվելու համար պետք է վերագրանցվի, ասվում է առողջապահության նախարարի հրամանում։ Նախարարությունը պարզաբանում է ասացի վերաբերյալ, նշելով, որ երկիր վերադառնալուց հետո քաղաքացին կկարողանա վերականգնել իր կարգավիճակը եւ դրանից հետո կրկին կկարողանա օգտվել առողջապահական ծրագրից։ Նաեւ նշում է, որ փոփոխությունը վերաբերում է միայն ամբուլատոր հաստատությունների ֆինանսավորմանը։ Սննդի ազգային գործակալության հսկողության ներքո Nestle Georgia մանկական սնունդը դուրս է բերվում շուկայից։ Որոշակի ապրանքների դուրսբերման որոշումը կայացվել է արտաքին մատակարարից ստացած հումքում ցերլիտ տոքսինի հայտնաբերման հնարավոր ռիսկի պատճառով։ Nestle մամուլի հայտարարություն չի արել։ Պաշտպանության նախկին նախարար Ջուանշիր Բուրջուլաձեի դատավարությունը ընթացքի մեջ է։ Մեղադրանքի ապացույցները ուսումնասիրվում են։ Նյութերը համակարգչային սկավառակներն են, որոնք արտացոլում են մեղադրյալների շփումը, ինչպես նաև վկաների հարցաքննությունը։